Ղազարյան, արդեն 1 տարի է անցել, ինչ ոսկեպարում, Կիրանցում այսպես ասած սահմանազատման գործընթացը իրականացվել է։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ դա մեր հայրենիքի ամենախաղաղ հատվածն է հիմա։ Դուք ինչ կարող եք ասել, ինչպես է հիմա կյանքը այնտեղ։ Տեսեք, միգուցե Նիկոլի համար ամենախաղաղ հատվածը դա է, օրեր առաջ ինքը ապացուցեց, որ իրոք խաղաղ է իր համար, հարյուրավոր, հազարավոր ուժային ու անվտանգության մարմիններով շրջապատված եկել էր Տավուշ ու միայն թիկունք չէր պահվում։ Գնացել էր թիկունքը պինդ դեմ տվել պատին ու գյուղերի կողմից, հայկական մնացած հատվածների կողմից, որ նա վախ ուներ, վտանգ ուներ։ Նրա համար միգուցե որ անվտանգ է, բայց ինչը մնում է, որ Կիրանցի ոսկեպարի կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության համար դա անվտանգ է, դա անվտանգ չի կարող լինել։ Ընդամենը վայրկյաններ անց թշնամին կարա հայտնվի Կիրանց գյուղում։ Վայրկյաններ, րոպեներ էլ չէ, վայրկյաններ անց կարա հայտնվի այնտեղ։ Եվ նրա դեմը առնող այս պահին չունենք, ոչինչ չունենք այս պահին։ Ասում են, որ ծառեր են տնկած, այնտեղ ինչ-որ թիթեղյա պարիսպներ կան, դրանք բավարար անվտանգության երաշխիքներ չեն։ Իհարկե ոչ։ Տավուշի մարզը մեծ անտառային տարածք է, այդ դեպքում եկեք ամբողջ զորամասերը լուծարենք, հույսներս դնենք անտառի վրա, որ անտառում լավ հաստաբուն ծառեր կան։ Դա անվտանգության երաշխիք չի։ Այս իշխանությունները գնում են ցեղասպանությունը մոռացության տալու եւ պահանջատիրությունից հրաժարվելու ճանապարհով, ասելով, որ դա սփյուռքի գործն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Դուք ինչ կարծիք ունեք։ Տեսեք, դա ամբողջ հայ ազգի գործն է։ Այդ նույն ձևաչափով Արցախը Հայաստանից դուրս եկած արցախցիների գործն է, ցեղասպանությունը Վանից, Կարսից, Էրզրումից գաղթած հայերի գործն է, չկա նման բան։ Մայր Հայաստանի խնդիրն է, դա մեր սահմանադրության մեջ ամրագրված է։ Այս մարդիկ ուղղակի հերթականությամբ կատարում են թշնամու հերթական պատվերը, այս անգամ էլ ուրացության ու մոռացության փորձելով տան հայոց ցեղասպանություն։ Դա անհերքելի փաստ է, անգամ թշնամական պատմական վկայությունները, թե Օսմանյան կայսրության, թե միջազգային այլ պատմական վկայություններ ապացուցել են, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերը ենթարկվել են ցեղասպանության, տարահանվել են իրենց հայրենիքից ու սփռվել աշխարհով մեկ։ Լավ, դա սփյուռքի գործն է, բայց որպես մարմին Հայաստանի Հանրապետության կառավարության գործը ո՞րն է։ Ժողովրդին թալանելը, կեղեքելը, հայրենիքը մաս-մաս հանձնելը, թշնամու օրակարգը կատարելը, դա է մեր գործը մենակ։ Մենք աջակցենք դրան, իհարկե չի լինելու։ Նիկոլի օրերը հաշված են, Նիկոլը երկար կյանք չունի կառավարության վրա։ Նայես թող Աստված տա ինքը երկար տարիներով բանտում տանջվի, ես նրա ֆիզիկական կյանքին չեմ ասում, նրա իշխանական կյանքը երկար չի ձգվելու։ Ամեն ինչ կանգնի իր տեղը։